Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 13-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի ժամանել Պարսից ծոցի երկրներ այցի շրջանակում։ Երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո սա նրա առաջին արտասահմանյան այցն է։ ԱՄՆ նախագահը Էր-Ռիադում հանդիպել է երկրի առաջնորդ թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի հետ։ Հանդիպմանը ներկա է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Թրամփը նախատեսում է նաև այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ և Քաթար։ Իհարկե, շատ վերլուծաբաններ արտասահմանյան սա զուտ համարում են տնտեսական գործարք, որ Դոնալդ Թրամփը կվերադառնա առնվազն $1 տրիլիոն պայմանավորվածությամբ, իսկ դա ավելի շատ պայմանավորված էր Սաուդյան Արաբիայի հետ կապված, որ դեռ սենց հեռավար հրապարակային ձևով Դոնալդ Թրամփը խոսում էր ներդրումների մասին, Սաուդյան Արաբիայից ասեցին դե 600 միլիարդ պատրաստ ենք դնել, Դոնալդ Թրամփն էլ ասեց դե բերեք հասցնենք $1 տրիլիոնի, եթե պետք է իմ առաջի պաշտոնական այցելությունը կանեմ այդ երկիր։ Իհարկե ինքը հույս ունի ներդրումների և Արաբական Միացյալ Էմիրություններից և ընդգծված ձևով դրա մասին նաև կարծիք է հայտնվել նաև Քաթարի կողմից, այնպես չի, որ միայն խոսքը Սաուդյան Արաբիային է վերաբերվում, այսինքն կարող ենք համարել, եթե նրանք Ամերիկայում ներդրում անեն, ինչով է վատ, որ շատ լավ է, թող անեն, բայց մեր սպասելիքը ավելին է, քան Ամերիկայի վերլուծաբանների սպասելիքը, որ փողով կվերադառնա Դոնալդ Թրամփը, իսկ որն է մեր սպասելիքը։ Առաջի պաշտոնավարման ժամանակ Դոնալդ Թրամփը երբ որ գնաց Սաուդյան Արաբիա, նա մեկ ուրիշ առաքելություն էլ ուներ։ Նա Սաուդյան Արաբիային ասեց, ես քեզ տեր կկանգնեմ, անվտանգային առումով դու խնդիր չունես, բայց իմացի, որ հոգևոր կենտրոնները մեկը մեծին անկումոտ, այս ինչա ակտիվացեց սենց Թուրքիան, որտեղ Թուրքիայի կամակորության ձեռը թե Եվրոպան էր կրակննգած, թե Ամերիկան, որի պարագայում ինքը ցանկանում էր, որ Թուրքիան, որը շանտաժ էր անում Եվրամիությանը, այ տեսեք հա, դուք չեք ուզենա, որ ես լինեմ ձեր արևելյան գործընկերն ու սահմանը, այսինքն անդամակցելով Եվրամիությանը, այդ դեպքում թուրքական պետությունների լիդերությունը կստանձնեմ և կդառնամ նրանց արևմտյան գործընկերը ընդդեմ ձեզ։ Այդ շանտաժը ակնհայտ էր, դա նորություն չի, մարդիկ շատ լավ գիտեին, բայց այնպես չի, որ Միացյալ Նահանգներին այդ շանտաժը դուր էր գալի։ Միացյալ Նահանգները այդ շանտաժը զգացել է նաև երկրորդ Իրաքյան պատերազմի ժամանակ, իսկ Թուրքիան իր տարածքով, ցամաքային տարածքով թույլ չտվեց, որ Ամերիկան որևէ գործողություն անի։ Այսինքն այդ հովերով տարված Դոնալդ Թրամփը ասեց, որ ես ձեր անվտանգությանը տեր եմ, մի քիչ հրապարակային բան ասեց, որ այդքան էլ կոռեկտ չէր, որ ձեռս քաշեմ մի շաբաթ էլ չեք դիմանա, պետք չէր նման բան ասել, բայց դե ինքը գիտի, դուք գիտեք իր հրապարակային խոսքը ինչպիսին է։ Հա, բայց հիմա ակնկալում ենք նորից, որ ինքը վերադառնա իր հին սխեմային, որովհետև մտածել, որ միաժամանակ կարող ես լավ լինել Թուրքիայի հետ, Սաուդյան Արաբիային բարեկամացնես Իսրայելի հետ, որովհետև օրակարգում հենց Սաուդյան Արաբիա-Իսրայել խաղաղության պայմանագիրն էր սեղանին դրած, որ դեռ Բայդենն էր թմբկահարում, որ տեսեք սա լուրջ հաջող բանակցություններ ենք վարել, եթե Համասը չհարձակվեր, այդ հարցը համարում էր լուծված։ Այսինքն դու չես կարող միաժամանակ համ շահես Սաուդյան Արաբիային, համ Իսրայելին, համ Թուրքիային։ Այդ երեքը անհամատեղելի են նույն ծրագրի շրջանակներում։ Եվ այստեղ ոչ թե խնդիրը նա է, թե Իսրայելը կհաղթի Թուրքիային, թե Թուրքիան Իսրայելին, մեծ շահերից է բխում, որ իրանք պայմանավորվածություն չունենան։ Կարող է լավ չի հնչում դա, բայց դե ես պետական պաշտոնյա չեմ, որ ասեմ մեր շահերից է բխում բոլորն իր հետ լավ լինեն։ Ժողովուրդ ջան, չէ, մենք պետք է հասկանանք, որ հենց բոլորն իր հետ լավ են ելնում մեր դեմ է։ Անընդհատ մենք ասենք տուժողի դերում ենք ելնում։ Կամ չասեմ իր հետ լավ են, եթե իր հետ պայմանավորվում են։ Հիմա այսօր պայմանավորվածության խնդիրը շատ բարդ է։ Հիմա եթե Թուրքիայի խաթրն առնում է Էրդողանը, Իսրայելին էլ ասում է քեզ խելոք պայի, էդ էլ չի ստացվում։ Իսրայելին ինքը շատ ավելի ակտիվ էր
աջակցում, քան անգամ նախորդ նախագահները։ Հիմա դրա համար մեր ակնկալիքը նա է, որ Սաուդյան Արաբիայի այդ պայմանավորվածությունների պարագայում այնուամենայնիվ լինի այնպես, որ Թուրքիայի ազդեցությունը շատ չմեծանա, որտեղ Թուրքիայի ազդեցությունը վտանգավոր չափերի մեծանում է։ Դրան էլ իհարկե կանրադառնանք, մենակ այս հարցում չէ։ Այսինքն մեր սպասելիքը միայն տնտեսական չի։ Նաև իհարկե Սաուդյան Արաբիայի հետ կարող է միշտ էլ Դոնալդ Տրամպը պայմանավորվել, նավթի գինը գցեն, թեկուզ մի քիչ էլ իրանք վնասվեն, չնայած դե չեն վնասում, ուղղակի շահույթն է փոքրանում։ Եթե ցանկանան դրանով ճնշում գործադրել Պուտինի վրա, հաշվի առնելով, որ մայիսի 15-ին Ստամբուլում նախատեսվում է հանդիպում ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում, ավելի շատ այդ հարցը Դոնալդ Տրամպը փորձելու է նաև օգտագործել, որ տեսեք, հա, ես կարող եմ պայմանավորվածություն ձեռք բերեմ արաբական երկրների հետ, որի պարագայում Ռուսաստան դու լուրջ խնդիր կունենաս։ Այսինքն սա շանտաժներից մի գործիք է, որը հաստատ, եթե հրապարակային իրանք չքննարկեն, ոչ հրապարակային հաստատ կպայմանավորեն։ Առավել ևս մինչև Տրամպի գնալը Սաուդյան Արաբիա, արդեն Սաուդյան Արաբիայից ասցին, որ մենք պատրաստ ենք նավթի գները իջեցնենք, այսինքն արդյունահանման ծավալները մեծացնենք, դրանից մենք առանձնապես չենք տուժի, բայց եթե դրա կարիքը կա, կանենք։ Ու այնպես չի, որ դες փոստական դա չարեցին։ Այնպես որ սպասելիքները ավելին է, քան տնտեսական ծրագիրը, որը ունի Դոնալդ Տրամպը այս այցելությունից։ Իսկ հիմա նայենք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի համար կարևոր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը մասնակցի մայիսի 15-ին Թուրքիայում կայանալիք Ուկրաինա-Ռուսաստան հանդիպմանը։ Ես հենց նոր լսեցի նախագահ Տրամպի հայտարարությունը, շատ կարևոր խոսքեր էին։ Ես աջակցում եմ Տրամպին ամբողջական եւ անվերապահ հրադադարի գաղափարի հարցում, քանի որ դա հիմք կտա դիվանագիտության համար եւ մենք դա ենք ուզում։ Մենք պատրաստ ենք մեր կողմից լռություն ապահովել, ասել է Զելենսկին, բայց հիմա հասկանանք, որքանով է այդ հանդիպումը այդ ձևաչափով նախատեսվում։ Երեք նույնիսկ որ Դոնալդ Տրամպն ասում էր պետք կլինի ես կգամ, որը ինձ առնվազն շատ զարմացրեց, թե ոնց կարող է պատահի Ամերիկայի Միացյալ Նահանգները գնա բանակցության մի հարցում, որտեղ պայմանավորվածություն ձեռք բերված չի։ Կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգները որևէ երկրի հետ բանակցություն վարի առաջի դեմքի մակարդակով պայմանավորվածություններ ձեռք չբերեն, դա նորմալ է, դե խնդիր չկա, բայց միջնորդ հանդիսանաս, նստես բանակցության եւ արդյունքում չավարտվի պայմանավորվածություն ձեռք բերելով, դա նշանակում է սեղանի գլխին ինչ գործ ունի Ամերիկան։ Եվ դրա համար պարբերաբար օրինակներ նաև վերեցի պատմական այն փաստերից, որ Միացյալ Նահանգների նախագահները միայն վերջի փուլում ասում են. կստորագրեք, ինձ հետ կհանդիպեք, չէ հաջողություն։ Եթե ստորագրելու եք, եկեք իմ միջնորդությամբ հանդիպենք, եթե չէ հաջողություն։ Այսինքն դրա համար մտածել, որ Դոնալդ Տրամպը կարող էր գնալ Ստամբուլ եւ հանդիպել երեքի հետ, այսինքն երեքով հանդիպում կազմակերպել, շատ տարօրինակ էր, որովհետեւ այդ փուլին չեն հասել։ Եվ մեկ էլ ինչ ենք լսում այսօր, որ անգամ Պեսկովը ինչ է ասում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. Կրեմլը շարունակում է պատրաստվել մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին, իսկ թե ով է ներկայացնելու Ռուսաստանը բանակցություններում կհայտարարվի, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ համարի։ Այսինքն Ռուսաստանի Դաշնության նախագահը, որ նույնիսկ լսում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը պատրաստ է գալ Ստամբուլ, ինքը դեռ չի հաստատում, ինքը ցանկություն ունի մասնակցել, թե չէ։ Ոչ իհարկե պաշտոնական խողովակներով ասցին, որ դա կարող է մասնակցի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Պուտինի օգնական Ուշակովը, բայց դա դեռ պաշտոնական չի, եթե Պուտինը մտածում է, որ այնուամենայնիվ պետք չի այդ հանդիպմանը մասնակցել, դուք համարում եք, թե ինչ կոպիտ ֆալշ ստարտ կլինի դա Տրամպի կողմից, որ ինքը ասում է պատրաստ եմ գամ մասնակցել, մեկ էլ Պուտինը չի գալի։ Եթե այդպիսի իրավիճակ եղավ, դա գոնե պետքա Դոնալդ Տրամպին սխալը ուղղելու հնարավորություն տա, ասի ոնց,
ես պատրաստ եմ գամ, դու լայախ չես անում, գաս, կամ գալու դեպքում համաձայն չես, փաստաթուղթ ստորագրես, բայց ինչի համար եմ եկել, դա գոնե պետք է հնարավորություն տա ուղի են սխալները, որ ինքը ժեստեր էր անում Պուտինը եւ հասկացավ, որ շատ անօգուտ ժեստեր էր։ Դա ոչինչ չտվեց Միացյալ Նահանգների հեղինակությանը, դա ոչինչ չտվեց նրան, որ Ռուսաստանի հետ հարաբերությունը լավացնելով Չինաստանին մեկուսացնել, որը որ լրիվ անտրամաբանական բան էր, բարեբախտաբար Չինաստանի հետ էականորեն փոխվում է վերաբերմունքը եւ Չինաստանն արդեն Boeing-ների հետ կապված գնելու Ամերիկայից արդեն արգելքը վերանայեց, այնպես չի որ միայն մաքսատուրքերի հետ կապված պայմանավորվածությունն էր Ժնևում, առարկայական սկսեցին գործնական քայլեր անել այդ ուղղությամբ, իսկ այդ քայլերը եթե արեցին եւ իրանք երկուսի շահերից է բխում իրար հետ սերտ համագործակցեն, դա չի կարող չլինի ընդդեմ Ռուսաստանի։ Ուղղակի դա նշանակում է բացարձակ աշխարհաքաղաքականությունից պատկերացում չունենալ։ Չի կարող լինի Չինաստան, Ամերիկայի սերտ համագործակցություն եւ դա արանքում լինի Ռուսաստանը որպես իրանց գործընկեր։ Ժորժ ջան, չկա տենց բան։ Կամ-կամի խնդիր է։ Չես կարա Ռուսաստանին Չինաստանից փոկես, բայց կարաս Չինաստանը Ռուսաստանից փոկես։ Եթե համագործակցում ես Չինաստանի հետ։ Հիմա տեսնենք այդ ուղղությամբ կուսումնասիրենք, տեսնենք ինչա կատարվում։ Հիմա փաստորեն մենք տեսանք, որ այս առիթը պետք է օգտագործի Դոնալդ Տրամպը ճնշում գործադրելու Պուտինի վրա, որ մտածի, եթե չես գալիս, ուրեմն համապատասխան եզրակացություն անենք։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ասել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը վերջնագրի տեսքով պնդում է ներկայացրել պահանջելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ, հակառակ դեպքում ԱՄՆ-ն դուրս կգա կարգավորման գործընթացից։ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ շուտով կկայանա Խաղաղության գագաթնաժողովը, որտեղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն անձամբ բանակցելու Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին։ Ուիթքոֆը նաեւ ընդգծել է, որ առանց Պուտինի համաձայնության անհնար է ուկրաինական հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այսինքն ասում է այն ինչ որ ասում է Տրամպը։ Հիմա դե տեսնենք որքանով է Պուտինը հարգում։ Իդեպ եւ Ուիթքոֆը եւ Քելոգը, այսինքն երկու բանակնագնացները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի արդեն ուղևորվում են Ստամբուլ, որ գնան նախապատրաստական քայլեր անեն, բանակցային մասնակից չեն լինի, կլինեն ուղակի միջնորդական առաքելությամբ, դիտորդական առաքելությամբ, մինչև որ կհասկանան ինչ կարգավիճակով է տեղի ունենալու բանակցությունը եւ արդյոք դրանից բխում է, որ Դոնալդ Տրամպը դրան կմասնակցի, որ գոնե իրանք սկզբնական մթնոլորտը նայեն ու իրանց ղեկավարին ասեն, այս կոմերը չերևաս, սրանք դեռ պատրաստ չեն բան ստորագրեն։ Իհարկե դա պետք է ավելի շուտ իրանք հասկանային մթնոլորտը ասեին, ոչ թե Տրամպն ասի ես պատրաստ եմ միջնորդական առաքելությամբ գամ, Պուտինն ասի ես չեմ որոշե գալիս եմ թե չէ։ Դե հիմա դրա պատասխանը ակնկալում ենք Տրամպից։ Եթե Պուտինը խետ կհավաքի կգա, դա երևի կլինի իր բախտից, որովհետև չգալը այլևս կլինի իր համար բավական տհաճ բան կառաջացնի։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայել Պոդոլյակն ասել է. Վոլոդիմիր Զելենսկին Ստամբուլում կհանդիպի միայն Վլադիմիր Պուտինի հետ։ Միայն Պուտինը կարող է որոշում կայացնել պատերազմը շարունակելու կամ դադարեցնելու մասին։ Ցանկացած այլ ձևաչափով հանդիպում անիմաստ է եւ կբերի միայն ժամանակ կորցնելու, ասել է Պոդոլյակը, որովհետեւ ով լիազորություն ունի գա Ստամբուլ, բանակցի բանակցության ընթացքում որոշում կայացնի, ասի պատերազմը դադարեցնում ենք։ Եթե նույնիսկ նա հայտարարի, ասի լիազորված եմ Պուտինի անունից ասեմ, Պուտինի անունից սկի Պուտինի ասածը այսօր ասում է եկուց լրիվ ուրիշ բան անում։ Ուր մնաց թե Պուտինը չգա, չմասնակցի թուղթ ստորագրի, որևէ մեկը Ռուսաստանի որոշման հետ հաշվի նստի, ասի հալա Ռուսաստանն արը։ Այսինքն դրա համար ակնհայտորեն հիմա Զելենսկին ինչ է անում։ Ակնհայտորեն ժեստ է անում Տրամպին, որ տես դու ասեցիր գնա անպայման Ստամբուլ, գնում եմ։ Սպասում եմ թող գա։ Ասել ես, որ երկուսով պետք է որոշեք, ես էլ եկել եմ իրան եմ սպասում։ Դու էլ ասում ես միջնորդ կգա, շատ ուրախ եմ որ գաս։ Վերջ։
Էսա իմ կողմից արել եմ, եթե Ռուսաստանը դրան չի գնում, ուրեմն մեղքը մնում է Ռուսաստանի վրա։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, ես դա բազմիցս ասել եմ նախագահ Տրամփին, կարծում եմ, որ Պուտինը չի ցանկանում, որ պատերազմն ավարտվի, չի ցանկանում հրադադար լինի, չի ցանկանում բանակցություններ, ես նույնիսկ չեմ նշում, որ նա վախենում է ինձ հետ ուղիղ բանակցություններից, ընդգծել է Զելենսկին։ Հիմա մենք սրանից հասկանանք հետևյալը, որ այս պատերազմը, որը որ շատ կարևոր է նաև մեզ համար եւ աշխարհի համար եւ Ուկրաինայի համար եւ Ռուսաստանի, Ամերիկայի եւ ոչ պակաս մեզ համար, որովհետեւ ինչ տեսք կունենա նոր աշխարհակարգը։ Հիմա ուշադրությամբ կհետևենք զարգացումներին, թե ինչ տեղի կունենա, որովհետեւ դրանից կախված է ինչ պայմանավորվածությամբ կլինի համաձայնությունը, որի արդյունքում Ուկրաինայի հետ պայմանավորվելու արդյունքում ազդեցության ինչ գոտիների խնդիր կառաջանա, որը ես համարում եմ, որ այս վիճակով 2025 թվականին շատ հետ ընկած շատ հին ոճի խնդիրը ազդեցության գոտիների բաժանել ուժեղների մեջ, այսինքն դա իրան սպառած քաղաքականությունը, որը հետագայում հանգեցրեց միաբևեռ աշխարհի, որովհետև այդպես էլ ազդեցության գոտիները իրար հետ չկարողացան խաղաղ գոյակցեն եւ առաջացավ մրցակցություն ու չի էլ կարող չառաջանա եւ անտերությունից պետք է ինչ-որ ձևով օգտվել այդ վակուումից դուրս գալ, Միացյալ Նահանգները դուրս եկավ խորհրդային միությունը փլուզելով։ Հիմա բայց լրիվ ուրիշ իրավիճակ է եւ այս իրավիճակում նույնիսկ չի գործելու վերադառնալ ազդեցության գոտիների բաժանելը։ Վտանգավոր է մեզ համար, իհարկե, իսկ ով է մեր անվտանգությունը երաշխավորում։ Համաշխարհային անվտանգային երաշխիքներ չկան։ ՄԱԿ-ը ցույց է տալիս, որ այսօր այդ երաշխիքները չի կարող ապահովի։ Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանը մտնում է Ուկրաինա, դեմը չի առնում։ Ռուսաստանը, որ ինչ-որ բան ճնշում գործադրի Հայաստանի վրա, Ամերիկայի հետ պայմանավորված դեմը ով է առնելու։ Ոնց կարող է պատահել դա մեզ չմտահոգի։ Դա է պատճառը, որ մենք մտածում ենք, որ Ռուսաստանը նոր խնդրեմ, եթե իր համար չի ստեղծի, ուրախ ենք, որ չի ստեղծի, նաև մեզ հետ կապված, բայց այնպես չի, որ Հայաստանից էս գլխապատառ չեն գցվում Ռուսաստանի գիրկը, այսինքն առանց խնդրեմ պատրաստ ենք քո ասածն անենք, խաղեր տան եւ իշխանություն եւ ընդդիմություն։ Վերջի 30 տարին քաղաքականության մեջ ինչքան ուսումնասիրել ենք, իշխանության եւ ընդդիմության կռիվը մենակ եղել է նա, որ գնանք Ռուսաստանին, ասենք, այս իշխանությունը ավելի վատ է քեզ ծառայում, քան մենք կծառայենք, օգնի մեզ բեր իշխանության ավելի կծառայենք, բայց Ռուսաստանը որպես կանոն աշխատում է իշխանության հետ, նա չի ուզում ընդդիմությանը լեգիտիմացնի, որտեղ եթե ընդդիմությանը ինքը լեգիտիմացնում է, ստացվում է, որ ինքը ճանաչում է ընդդիմությանը, իսկ իր երկրի ընդդիմությանը հայ համարում է ուրիշի գործակալ։ Շատ դժվար է ասել իմ երկրում ընդդիմությունը գործակալ է, բայց Հայաստանի ընդդիմությունը շատ լավն է։ Այո, անուղղակիորեն օգնում են, բայց դա երբեք պաշտոնական ձև չի ստանում։ Միշտ էլ ասում ով էլ լինի իշխանություն, նրանք կճնշենք կամ հետը կաշխատենք։ Իմաստը որն է, որ մենք ընդդիմությանը փորձենք բերել իշխանության։ Այսինքն այդ ուղղակի մենք հաշվի առնենք այդ հանգամանքը, որ շատերը դեռ մտածում են, որ Ռուսաստանը Հայաստանում, քանի որ ունի 5-րդ շարասյուն էս կանի են կանի, ինքը շատ մեծ հաճույքով կարող է շանտաժ անել այդ 5-րդ շարասյունով, բայց աշխատի իշխանության հետ։ Այնպես որ մենք այդ խնդիրը ունենք, որ պետք է հասկանանք զարգացումները ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի պարագայում ինչ կպայմանավորվի Տրամփը Ռուսաստանի հետ։ Ոչ մի պարագայում մեր շահերը չի բխում, որ իրանք նստեն սեղանի շուրջ եւ ազդեցության գոտիներ բաժանեն։ Ասի դե լավ, Ուկրաինայում ես կզիջես, բայց որպեսի հանկարծ քեզ ված չզգաս, Կովկասում ես չեմ խառնվի, գնա Վրաստան, Հայաստան, ինչ ուզում ես արա։ Ժողովուրդ ջան, այս մեր հայրենիքն է։ Նրանք ուրիշներն ինչ կանեին, ինչ չեն անի, մեզ հետաքրքրում է մեր պետությունը, նրա ինքնիշխանությունը։ Եվ այս պարագայում որևէ ազդեցության գոտի, որը կասկածի տակ կդնի Հայաստանի ինքնիշխանությունը, որևէ պարագայում ընդունելի չի։ Ում դերակատարությունը կընդլայնվի մեր ինքնիշխանության հաշվին ընդունելի չի։ Նույնիսկ եթե դա լինի արևմտյան համակարգեր, դա նույնպես ընդունելի չի, ժողովուրդ ջան։ Եթե որևէ միամիտ մարդ կարծում է, որ եթե մենք ասում ենք լավ կլինի մեր գործընկերը Եվրամիությունն լինի ու Ամերիկան, ոչ թե Ռուսաստանը ու ԵԱՏՄ-ն, դա նշանակում է մենք պատրաստ ենք ինքնիշխանությունից հրաժարվել օգուտ Եվրամիության, ավելի մեծ աբսուրդ գոյություն չունի։ Հայաստանի ինքնիշխանությունը ուղղակի չի քննարկվում։
որ մտածել։ Դա ուղղակի հանցագործություն է, ինչ կապ ունի, թե այդ հանցագործության վրա հոդվածը ոնց է դրվում, Եվրոպայի հանցագործն է, թե Ռուսաստանի։ Իսկ հիմա նայենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Ինչն է այստեղ մեզ համար, այո, ինչ որտեղ մտահոգիչ, որովհետև Թուրքիան պարբերաբար փորձում ասի, ես այդ բացը կլրացնեմ, հենց Ամերիկան հետ քաշվի, ես այդ բացը կլրացնեմ, բայց Եվրոպան չի վստահում Թուրքիային, նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, նույնիսկ հասկանում է, որ եթե ինքը ցանկանա եվրոպական անվտանգություն ապահովել, առանց Թուրքիայի լուրջ խնդիրներ կունենա, իսկ եթե Թուրքիան ոչ Ամերիկայի հետ է, ոչ Եվրոմիության հետ է, բայց Թուրքիան այդպիսի բանակով անկանխատեսելի հեռանկարով ու կարգավիճակով թուրքական պետություններին համախմբելու ծրագրով արդյոք ավելի վտանգավոր չի, բայց միևնույնն է Թուրքիային չեն վստահում։ Հիմա այդ դեպքում մեզ համար շատ ավելի կարևոր է, որ ոնց որ տեսնում եք, այն սկզբնական մտավախությունը Ամերիկայի հետ քաշվել է Եվրոպայից, ոնց որ կամաց Դոնալդ Տրամփի ադմինիստրացիան վերանայում է այդ վերաբերմունքը Եվրոպայի հետ կապված, իհարկե նորից էլի հրապարակային հայտարարություններ կարող անի Եվրոպային չենք սիրում կամ սենց է իրանք սենցնեց, բայց հասկանում ենք, որ դա ուղղակի էմոցիոնալ զրույցներ է, գործնական քայլերով ինքը չի պատրաստում Եվրոպայից տարանջատվել, այնպես որ Թուրքիայի համար մեծ տարածք բացելու խնդիր չի առաջանում, բայց այնուամենայնիվ Թուրքիայի հետ համագործակցում են, մեզ համար մտահոգիչը նա է, որ մենք տեսանք 11 օրվա ընթացքում Սիրիան նվիրեցին Թուրքիային, մի հատ էլ ողջունեցին, եվրոպական կառույցներն էլ ողջունեցին, Ամերիկան էլ ողջունեց, այնպես որ Թուրքիային նման ժեստ անելը որևէ ուղղությամբ հաստատ մեր շահերից չի բխում։ Դրա համար պետք է ուշադրությամբ նայել նաև դրան, այո, մենք չենք կարող Եվրոպային մեղադրել, թե դու ինչի ես ցանկանում Թուրքիայի հետ լավ հարաբերություն ունենաս, չնայած իրանց մեջ լավ էլ այդ անվստահությունը կա։ Պարբերաբար խոսել ենք այդ մասին, որ եթե Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, կունենա ամենամեծ բնակչության թիվը։ Ամենամեծ բնակչության թիվ ունենալով Եվրոպարլամենտում կունենա ամենամեծ թվով падգամավորներ։ Դա մոտավորապես կարող է լինի ավելին, քան 96 падգամավորն է 705-ից։ Հիմա ամենամեծ թիվը ունի Գերմանիան, Թուրքիան կունենա ավելի շատ։ Դուք պատկերացնում եք ցանկացած երկու երկրի հետ Թուրքիան որոշում կայացնի, ինչ որոշում ուզենա անցկացնի։ Այդ ուր ենք հասել։ Այսինքն ինչի կարծում եք մենք այդ մտավախությունը Երևանում նստած ունենք, Եվրոպայում այդ մտավախությունը չունեն, երբ որ տեսել են այն երկրներում, որտեղ թուրքական համայնք կա, լավ էլ կազմակերպված են, լավ էլ ենթարկվում են Անկարային, ոչ թե տվյալ երկրի իշխանություններին։ Լավ էլ նույնիսկ կոնֆլիկտ են ստեղծում։ Այդ նույն խնդրը եղել է եւ Գերմանիայում, եղել է եւ Ֆրանսիայում, որ Էրդողանն ասել է ես որ զանգեմ, ինչ ասեմ կանեն։ Այսինքն մարդիկ ապրելով Ֆրանսիայում, Գերմանիայում, հատկապես այդ երկրներում են լավ էլ ակտիվ ու կազմակերպված, նրանք ապրելով օգտվելով նրանց ազատությունից ու բարեկեցությունից, բայց ծառայում են Անկարային։ Այդ վտանգը նրանք շատ լավ գիտեն, նույնիսկ ավելի լավ գիտեն, քան մենք գիտենք, թե իրանք ինչքան են դրանից զգուշավոր, որտեղ նրանց մեջ ապրում են եւ իրանք գիտեն իրանք ոնց են պահում։ Այսինքն չեն ընդգծված դա ամեն անգամ ցույց տալը, բայց իրանք այդ մտավախությունը ունեն։ Եթե այդ մտավախությունը ունեն, ուրեմն պետք է գնան այն ճանապարհը, որ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կարգավորեն եւ արևմուտքը մեկ դեմքով հանդես գա։ Այդ ժամանակ Թուրքիան ավելի ակտիվ չլինի։ Տրամփը վերադառնա իր առաջի պաշտոնավարման ժամանակ ծրագրին, որ Թուրքիային թույլ չտալ ընդլայնվել եւ Սունի պետություններին մահմեդական հավաքել իր թևի տակ, որովհետև Սաուդյան Արաբիան շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, բացի այդ երկու հոգևոր կենտրոնի մահմեդականները, որ իր մոտ գտնվում, նաև ինքն է Սունի ուղղվածության, այնպես որ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության ժամանակ Թուրքիային այդ շանսը չտրվի։ Բայց հիմա շարունակությունը մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը լիակատար աջակցություն է խոստացել Ադրբեջանի զինված ուժերին։ Մենք կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ եղբայրական Ադրբեջանի զինված ուժերի հետ կապերն ընդլայնելու համար, ասել է թուրք նախարարը։ Հիմա սա ինչ է նշանակում։ Հարց է ծագում Թուրքիան Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը, որ
ուներ, այդ գիտենք, այդ նորություն չի, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ օգնեց, այդ էլ գիտենք, որ դրանից հետո Շուշիում համաձայնագիր ստորագրեցին ռազմատեխնիկական համագործակցության, գործնականում իրենց բանակները միավորեցին, այդ էլ գիտենք, բայց հիմա ավելի ակտիվ ձևով, որ իրանք ասում են համագործակցության մասին ռազմական հավաստիացումներ անում, ում դեմ է դա արվում։ Ադրբեջանը ում դեմ է այդ ռազմական համագործակցության առումով փորձում հզորանա, ում վրա է հարձակվելու, իր որ հարևանի վրա։ Ու այնպես էլ չի, որ եթե դա մենք դիտարկենք, որ Ադրբեջանին ռազմական առումով աջակցում է, որպեսզի անհրաժեշտության դեպքում Իրանին հարվածի, այդ ժամանակ Թուրքիան կկանգներ կասեր, եկել եմ քեզ աջակցեմ, որովհետև դա լրիվ այլ ծրագիր է։ Իրանի նկատմամբ հարվածը դա կարող է լինի մի դեպքում, եթե Միացյալ Նահանգները այդ որոշումը կայացնի, որը այս պահին շատ դժվար է, որ կայացնի, Իրանի հարվածելու դեպքում խաղը մեջ է մտնելու Իսրայելը բավական ակտիվ ձևով։ Ամերիկան Իսրայելի միջոցով է պլազդարմ օգտագործելու Ադրբեջանում, իսկ այդ ծրագրին հաստատ Թուրքիան գոնե հրապարակային չի աջակցի։ Այսինքն խոսքը վերաբերում է նրան, որ Թուրքիան խոսում է ռազմատեխնիկական ավելի սերտ աջակցության մասին Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի շահերի։ Ես սա ասում եմ նրա համար, որ միամիտ չլնենք, որ ասենք մենք կարող ենք ռեգիոնալ քաղաքականություն վարել եւ այնպես անել, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունը լավացնել, Թուրքիան անընդհատ ասում է մինչեւ Ադրբեջանի պահանջը չկատարես այս կողմերը չերևաս, մերոնք էլի ասում են այնուամենայնիվ մենք հույս ունենք, որ այս կլինի, այն կլինի։ Եվ դրանից հետո նաեւ խոսում են Ադրբեջանի հետ կապված խաղաղություն ալնելու եւ այլ եւ այլ։ Ու ասես չեն էլ նկատում, թե ինչ է անում Ադրբեջանը, բացի անկանոն օդ կրակել, բացի ուղիղ նշանառությամբ կրակելը, բացի ում որ բռնեն ասեն Հայաստանը խաղաղություն չի ուզում, տեսեք զինվում է եւ այլ, եւ հիմա դրան էլ կոնտր Ադրբեջանը զինվում է վախենալով իբր թե Հայաստանի հարձակումից։ Իհարկե պարզ է, որ դա աբսուրդ է, բայց բոլոր լսարաններում իրանք դա լսացնել են տալիս։ Այդ չմոռանանք մենք։ Դրա համար այս հարցում, եթե մեր իշխանությունները կարծում են, որ իրանք կարող են վարել ռեգիոնալ քաղաքականություն, ես շատ զարմանում եմ, իսկ եթե գտնվում են մարդիկ, ովքեր ասում են, որ պետք է մեր հույսը մեր վրա դնենք, մեր բանակի վրա, մեր ուժի վրա եւ այլ, ինչի պետք է դրսից միջամտեն, միջուկային երկու պետություն, Հնդկաստան, Պակիստան, որ պատրաստ էին իրար ոչնչացնել, այնուամենայնիվ իրանք մեծ ցանկությամբ հույսները դրեցին Ամերիկա միջնորդի վրա, որպեսզի պատերազմը դադարի եւ ասեն մեծ աղբեր, դե որ ուզում ես, մենք քեզ հարգում ենք, դադարեցնում ենք, որտեւ իրանք չէին ցանկանում գնային մոլորակը վերացնելու ճանապարհով, բայց առիթ էր պետք, որ իրանք կարողանային զիջեին։ Այսինքն Հնդկաստանը եւ Պակիստանը կարող են հույսները դնել, որ իրանց կոնֆլիկտը հարթի մեկ ուրիշը, Հայաստանը եթե հանկարծ որևէ մեկին դիմի կամ որևէ մեկը Հայաստանին դիմի, շատ ամոթ բան է, ամոթ չի լավ էլի ժողովուրդ ջան, մենք պետք է ռեգիոնալ քաղաքականություն վարենք։ Ուզում եմ իմանամ Հնդկաստանն ու Պակիստանը ռեգիոնալ որ քաղաքականության շնորհիվ Ամերիկայի աջակցությամբ պատերազմը դադարեցրեցին։ Ով է մերոնց խելքը կերել, որ դուք որտենց ասեք, երկիրն ավելի անվտանգ կլինի։ Ամերիկան չէր խառնվում, բայց ռեգիոնալ քաղաքականությունը ինչի չէին վարում Հնդկաստանն ու Պակիստանը, ով էր իրանց խանգարում։ Բայց տեսանք, չէ՞ որ չի ստացվում։ Ավելի պարզ օրինակ, քան ուրիշ օրինակով ցույց տանք։ Ամենօրյա ռեժիմով ասել ենք Ուկրաինայի ամեն ինչ կատարումը մեզ ավելի շատ է վերաբերում, քան իրանց։ Ասում են դե լավ, ինչո՞վ է մեզ վերաբերում։ Հիմա չեք տեսնում, որ Հնդկաստանի պատերազմի, Պակիստանի պատերազմի հանգուցալուծումը, եթե Ամերիկան է դա անում, այդ դեպքում մենք ինչի պիտի չմտածենք որևէ ուժեղի միջնորդությամբ պատերազմը կանխելու մասին։ Պակիստանն էլ զենք ուներ, Հնդկաստանն էլ։ Լավ մենք չգիտենք քանի օրվա զենք ունենք, կարող ենք դիմադրել թե չէ։ Կամ պայմանագրերը կնքած արդյոք ինչ ծավալի զենք ունենք, որը տեղահասել։ Ադրբեջանը լավ էլ անկաշկանդ այդ զենքերը ստանում է։ Արդյոք մենք բավարար դիմադրելու հնարավորություն, բայց Հնդկաստանն էլ Պակիստանն էլ դիմադրելու հնարավորություն ունեին, բավարար չափով իրար ոչնչացնելու զենք ունեին, բայց խաղաղության համար միջնորդի կարիք ունեին։ Այնպես որ չգիտես ինչի մեզ են ասում, բա ոնց կարելի է տենց մտածել։ Ինչպես տեսնում եք, կարելի է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել Հայաստանի կառավարության հանձնառությունը խորացնել և ընդլայնել համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Վարչապետն ընդգծել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և գործընկերության հիմքի վրա, որի առանցքում ժողովրդավարության ամրապնդումն ու օրենքի գերակայության ապահովումն է։ Գերտ Յան Կուպմանը իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները, ընդգծելով, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր։ Հիմա ասեմ, որ նա իմ պատկերացումը, այս գեղեցիկ սենց ձևակերպումները ոչ մի ձևով վստահություն չի ներշնչում, որ Հայաստանը Եվրամիության հետ գործընկերային համագործակցության ճանապարհով է գնում։ Հեքիաթ է դա նույնիսկ ցածր դասարանի աշակերտների համար։ Մի քիչ մեծ տարիքի աշակերտները այս հեքիաթին չեն խաբվում։ Ինչի համար եմ ես դա ասում, որովհետև հիմա տեսեք, բացի նա, որ Ռուսաստան գնաց Նիկոլ Փաշինյանը, դա արդեն պարզ է, դրա մասին շատ ենք խոսել, Եվրամիության ուղղությամբ ռեալ գործնական քայլերի մասին է խոսքը։ Երբ որ ցույց տալ, որ տեսեք, բան չէ, Եվրամիությունն ասում, որ դուք մեր լավ գործընկերն եք, ուրեմն մենք լավն ենք, մենք ժողովրդավար ենք, մենք ճիշտ ճանապարհով ենք գնում։ Բա դուք էլ ասում եք, որ մեր ապագան Եվրամիությունն է։ Բա հիմա ինչից եք դժգոհ։ Չէ, ժողովուրդ ջան, ուղղակի չենք հավատում։ Եթե դուք մտածեք, որ Եվրամիության այս արտահայտությունները դա բնութագրում է, թե ինչպիսի ժողովրդավարության մակարդակ ունի Հայաստանը, 2008 թվականի մարտի 1-ից հետո է Եվրամիությունը բանակցություն վարել Հայաստանի հետ, որ Հայաստանը կամաց քայլերով որոշակի հանձնառությամբ հասներ 2013 թվականին դառնար Եվրամիության ասոցացված անդամ։ Ում հետ էր բանակցություն վարում։ Սերժ Սարգսյանի, որ Սերժ Սարգսյանի, մարտի 1-ի ժամանակ Սերժ Սարգսյանը արդեն ընտրված նախագահ էր, թեպետ ընտրված, ասում եմ, իրավական կարգավիճակը, որ ընտրությունները բողոքարկվում էր նաև փողոցում, այդ պարզա ակնհայտ է։ Այդ որ մարդկանց վրա դնում կրակում էին։ Այո, Ռոբերտ Քոչարյանը նախագահն էր, բայց դուք որևէ մեկը կարծում ա, որ գնացող նախագահի հրամանով կդնեին մարդկանց դիմար, կկրակեին առանց իմանալու կարծիքը, որ դա բխում է նաև արդեն ընտրված նախագահի շահերից, ոչ թե ընտրված նախագահը գալու է եւ իրանց պատժի հանցագործության մեջ։ Կարող է որևէ մեկը կասկա, բացի այն, որ շտաբը գտնվում էր կառավարության շենքում, Սերժ Սարգսյանն էլ վարչապետն էր այդ ժամանակ։ Այսինքն կա որևէ մեկը, որը մտածում է, որ կարելի է մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին տարանջատել, այսինքն մտածել, որ չէ, Ռոբերտ Քոչարյանն արել, Սերժ Սարգսյանը չի արել։ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի հետ կապված ովքեր որ ծառայություն մատուցեցին, նրանց բոլորի պաշտոնները բարձրացրեց եւ պարգևատրեց, պարգևներ տվեց, ժողովուրդ ջան։ Եթե այդ ամեն ինչը պետք է հիշացնել, մի հատ էլ կարանք դարագից անենք։ Ուզեմ ասեմ, Եվրոպան ոնց է մտածում։ Ինչի երկրներին բաց թողենք մեր ազդեցությունից։ Բերեք բանակցենք, նորմալ ճանապարհ անցնենք, կամաց քայլ առ քայլ մոտենան։ Երբ որ կգա արդեն այն վիճակ, որ անդամակցության, արդեն կխստացնենք մեր մոտեցումները։ Ինչպես տեսնում եք, տեխնազու երկրները անդամության համար մարդիկ կան տարիներով, իսկ երկրներ կան տասնամյակներով ձգվում է։ Այսինքն, բայց մինչև այդ փուլը բերում են ու կախվածության մեջ են պահում։ Ասում են, տես, հա, դու տեխնազու պետություն ես, խաղեր չտաս, դե չկհանենք տեխնազուի կարգավիճակից։ Հիմա դուք տեսնում եք, ինչքան խիստ է վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ, բայց ինչքան լոյալ կարող է լինեին նաև այն ժամանակ Վրաստանի հետ եւ Հայաստանի հետ։ Ուզում եմ ասեմ, եթե հանկարծ ասում եք, որ սա ժողովրդավարության արդյունքում են մեզ ընթառաջ քայլանում, բա Սերժ Սարգսյանն էլ է ժողովրդավար, ժողովուրդ ջան։ Ում ենք խափում։ Ես դրա համար ուզում եմ մի բան հիշեցնեմ, որ այն ժամանակ էլ չէինք հավատում։ 168 ժամ թերթում 30 ապրիլ 2013 թվական։ Ինչի, այսինքն սեպտեմբերին է Սերժ Սարգսյանը ստորագրել, մենք մաքսային միություն ենք մտել, բայց մինչև այդ բանակցությունն ավարտված էր Եվրամիության հետ։ Արդեն մնում էր նոյեմբերին ստորագրելը։ Իսկ հիմա այս իմ կարծիքն եմ ասում։ Էդվարդ Անտինյան, աշխարհաքաղաքական կողմնորոշումը միջոց թե նպատակ։
Շատ կարճ մասը կարդամ, բավական ծավալուն հոդվածը ամբողջը չկարդամ։ Հայաստան Եվրամիություն խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու բանակցությունները թեվակողել են վճռական փուլ։ Իսկ դրան զուգահեռ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ այն երկրները, որոնք չեն անդամակցի իր նախաձեռնած մաքսային միությանը, նրանց հետ հարաբերությունների խստացված ռեժիմ կսահմավի։ Փաստ է, որ մեր նկատմամբ երկու կողմից էլ իրականացում են նույն մտրակի ու քաղցրաբլիթի քաղաքականությունը։ Ուղղակի տակտիկական մոտեցումներն են տարբեր։ Եվրամիությունը գործընթացը սկսում է քաղցրաբլիթի գայթակղիչ համին ծանոթացնելով, այ ոնց որ հիմա է դա արվում։ Իսկ Ռուսաստանը մտրակի մասին հիշեցնելով։ Անվիճելի է, որ այդ երկու տնտեսական տիրույթներին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, ուստի առաջիկայում համ-համի քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է կամ-կամի։ Թեպետ նախատեսվում է Հայաստան Եվրամիություն խորը եւ համապարփակ ազատ առևտրի գործընկերության համաձայնագիրը ստորագրել Արևելյան գործընկերության նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում, ուշադրություն, սա ապրիլ ամիսն է, նոյեմբերին պիտի ստորագրվեր, արդեն բանակցություններն ավարտված էր։ Բայց ցանկանում եմ ինձ անզգուշություն թույլ տալ եւ նշել, որ իմ կարծիքով հայկական կողմը Ռուբիկոնը չի անցնի այս տարվա վերջին, ու ամենևին կարևոր չէ, թե ում նախաձեռնությամբ կհետաձգվի համաձայնագրի ստորագրումը։ Եվ սեպտեմբերի 3-ին անգամ, երբ որ Սերժ Սարգսյանը գնացել էր Մոսկվա, այդ ժամանակ դեռ կուսակցության փոխնախագահ հանրապետական կուսակցության եւ ազգային ժողովի խմբակցության ղեկավարը Գալուստ Սահակյանը հենց այդ օրը հարցազրույց էր տվել Ազատություն ռադիոկայանի եւ ասում էր ոչ մի բան էլ տեղի չի ունենալու, մենք գնում ենք դեպի Եվրամիություն։ Եվ մի ժամ հետո դրանից հայտարարվեց, որ ստորագրված է մաքսային միություն մտնելուն։ Բայց դրանից ամիսներ առաջ ասել եմ դա չի լինելու, ժողովուրդ ջան։ Բայց մոռացել եք, որ նույն Սերժ Սարգսյանն էլ էր ասում Եվրամիություն գնալը մեզ համար քաղաքակրթական որոշում է։ Ինձ այն ժամանակ էլ էին ասում, «Էս ինչ ա քո ուզածը»։ Բա դու ասում ես Հայաստանի ապագան Եվրամիությունն է։ Հիմա Եվրամիությունը բանակցում է մեր իշխանությունների հետ, եկել է համաձայնության, դառնում ենք ասոցիացված անդամ։ Առաջի համարձակ քայլն ենք անում Եվրամիության ճանապարհին։ Հիմի ուզածդ ինչ ա, ում պատվերն ես կատարում, որ քննադատում ես։ Մեր ժողովրդի պատվերը, որ ասում ես չեմ հավատում Սերժ Սարգսյանի հայտարարությունին։ Չեմ հավատում, ժողովուրդ ջան, կյանքը ցույց տվեց, որ խաբեց եւ կյանքը ցույց տվեց, թե ինչ տեղի ունեցավ։ Ուզում եմ ասել, ժողովուրդ ջան, այս ամեն ինչի հետ կապված պետք է ուշադիր լինել եւ իմանալ, այս ամեն ինչի միջով անցել ենք էլի մի անգամ եւ միայն կապել նրանով, որ եթե Եվրամիությունը ընդառաջ քայլ է անում, դա նշանակում է, որ մենք բոլոր չափորոշիչներին համապատասխանում ենք խորը թյուրիմացություն է։ Այնպես որ քանի որ այդ ամեն ինչի մասին խոսեցինք, մի հատ էլ բան ձեզ հիշացնեմ, որտեղ սա էլ կարևոր է, ինչի համար եմ ասում, որովհետև շատ դեպքերում մենք մոռանում ենք, որ հիմա ինչ որ բանից խոսում ենք, չէ, մարդիկ ասում են, լավ, ասեք ինչ ալնելու այսօր, վաղը ինչի հետևից եք ընկել, բայց ասում ենք, ժողովուրդ ջան, այն ժամանակվա սխալի պատճառով ենք մենք այսօրին։ Հիմա այսօրվանն էլ եթե մենք չուղենք, վաղն ենք այսօրն լնելու։ Այս շտապողականությունը ոչ մեկը չի ասում չշտապենք, բայց հետևողական քայլեր անելով շտապենք։ Եվ մենք հասկանանք, որ այն ժամանակվա արած սխալը այսօր դրա պատճառով ենք մենք նաև հայտնվում այս վիճակի առաջ։ Եվ դրա համար 2014 թվականի մայիսին, այսինքն այս օրերին, ես մի հատ Facebook-յան ստատուս էի գրել, որը մի քանի կայքեր հրապարակել էին, երբ Հայաստանը ղեկավարում է Ղարաբաղյան պատերազմի պահեստապետը։ Դե լավ գիտեք, որ դա նորություն չի, ես չի որ ասել եմ, որ Սերժ Սարգսյանը այդ պատերազմի պահեստապետներ, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն է պատմել հրապարակային, որ իրան դուս էին արել կոնֆլիկտի պատճառով գնացել էր Մոսկվա, տնտեսական մատակարարումների հարցերով էր զբաղված, ինքը Մոսկվայից է Սերժ Սարգսյանին բերել։ Այսինքն, երբ որ ներկայացնում էր, որ այդ պատերազմը Սերժ Սարգսյանի շնորհիվ է, այն ժամանակ, որ այդ պատերազմի հետ կապված պետք է նրա շնորհիվ լիներ, ինքը պահեստապետի գործ էր անում, էլի այդ պատերազմի հետ կապված։ Օրերս ԵՀԿ Միսկի խմբի համանախագահ Ջոյնս Ուորլիքը հնչեցրեց ԱՄՆ կառավարության պաշտոնական տեսակետը Ղարաբաղի հարցում, ինչն իմ կարծիքով պետք է մեզ
խիստ մտահոգի։ Իհարկե պալատական սազանդարները կփորձեն համոզել, թե անհանգստանալու կարիք չկա, քանի որ ոչ հայանպաստ այդ ձևակերպումները նորություն չեն, բայց չպետք է մոռանալ, որ նորությունը հենց աշխարհաքաղաքական այս նոր իրավիճակում ԱՄՆ-ի կողմից դիրքորոշումը պնդելն է, որը հնչում է համարյա որպես ուլտիմատում։ Փաստն այն է, որ Ղարաբաղյան պատերազմի փառահեղ հաղթանակի 20-ամյակի նախաշեմին դե դա 2014 թվականի մասին ենք խոսում։ Սերժ Սարգսյանի ձախողված արտաքին քաղաքականության պատճառով մեզ զիջումներ են պարտադրում։ Բա ասում են մեր ժամանակ լավ էր, բայց ինչ էի գրել, հորինում էի ինչ որ բան։ Կարծում էի կարևմտյան ապտակի տեսքով պատասխանը պետք է ուշանար, երբ մեր իշխանությունները շուրջ 4 տարի Եվրամիության հետ խաղեր էին խաղում, հավատարմության երթումներ շռայլում, սակայն հաշված ժամերի ընթացքում այդ բոլորը հոդս ցնդեց ու Սերժ Սարգսյանն արդեն մեկ այլ ուժի կենտրոնում Մոսկվայում այլ հավատարմության երթում էր տալիս։ Ահա այս այն ինչ որ ձեզ հիշացրեցի 13 թվականին ինչ եւ 14-ին ինչ ենք ասել։ Արևմուտքը փորձում է ուկրաինական դեպքերի առիթով Ռուսաստանին որպես ագրեսոր ներկայացնել, բայց թե այս կոնֆլիկտի մեջ ով է ագրեսոր, իսկ ով խաղաղասեր, այդ այլ խոսակցության թեմա է։ Երկու կողմերն էլ ունեն փոխադարձ մեղադրանքների հարուստ թղթապանակներ եւ հիմա իրենց հարաբերություններն են պարզում։ Իսկ մեզ անհանգստացնողն առաջին հերթին այն է, որ աշխարհի հզորները մեզ ոտատակ են տալու, քանի որ կորցրել ենք ճկունությունը, հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարելու ունակությունը։ Լավ ինչպես բացատրել մեր իշխանավորություններին, որ այլևս չենք կարող օգտվել գերտերությունների ու աշխարհի ուժի կենտրոնների հակասություններից, քանի որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է բացառապես անձնական շահով, որն էլ մշտապես խորը հակասության մեջ է Հայաստան պետության ու հայ ժողովրդի շահերի հետ։ Արևմուտքը ցանկանում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից եւ այդ առիթով հիշել է Ադրբեջանին։ Իսկ վերջինը մեծ եղբայր Թուրքիան, որն այժմ լիովին մտել է ԱՄՆ-ի ամենասերտ դաշնակցի կերպարի մեջ, Սերժ Սարգսյանը խաղի մեջ մտցրեց իր ապաշնոր նախաձեռնողականության արդյունքում ֆուտբոլային դիվանագիտության տեսքով։ Արևմուտքի հետ տարիներ շարունակ խաղեր տալուց հետո Մաքսային միություն մտնելը բացատրվեց Ղարաբաղի անվտանգությամբ։ Հիմա հարց է առաջանում, թե արդյոք անվտանգ դարձավ Ղարաբաղը փոխ լրացնող քաղաքականությունից նախաձեռնողականին անցնելու արդյունքում։ Կյանքը ցույց տվեց, որ ոչ, 14 թվին էինք խոսում, 16 թվականին արդեն Ադրբեջանը քարոզիա պատերազմ սկսեց։ Սենեկան ասել է, ոչ մի քամի չի կարող համընթաց լինել, եթե չգիտես, թե ուր ես լողում։ Մեր դեպքում բոլոր քամիներն էլ առիթից առիթ խփում են մեր ճակատին, քանի որ Հայաստանը Սերժ Սարգսյանն է ներկայացնում, որը ոչ մի տեղ էլ չի գնում, ուղղակի աթոռը գրկած տեղից տեղ է տեղափոխվում։ Լավ էլ ինչ կատարվի, որ խելքի գանք ու փողոց դուրս գանք պայքարի։ Սպասում եք Ղարաբաղը Գյուլիստանով Ռուսաստանին անցնի, թե Կավբյուրոյի որոշումով Ադրբեջանին։ Իսկ գուցե նախագյուլիստանյան Պարսկաստանին, ով արդեն ԱՄՆ-ի հետ նոր որակի խաղ է սկսել մեր տարածաշրջանում։ Ինչպես տեսակ, Ղարաբաղը տրվեց Ադրբեջանին եւ Թուրքմենչայի պայմանագրով էլ լամիատել որոշում են, որ Հայաստանն էլ անցնի Ռուսաստանին, լամիատել որոշում են Թուրքիային անցնի, թե ոչ։ Ժողովուրդ ջան, այս ամեն ինչը մեզ ճղում էինք, ասում են ինչ հա ձեր ուզածը, բան չի մեր ուզածը, ուզում ենք նորմալ պետություն ունենանք, բարեկեցիկ, անվտանգ ու ժողովրդավար, դա ենք ուզում, դա ենք երազում, էդ է մեր ուզածը, որ մեր սերունդներին պետություն թողնենք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։